Հայաստանի հասարակական օրակարգում կրկին հայտնվել է ծանր և անհանգստացնող թեմա։ Սևան քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևանքով կյանքից զրկվել է 19-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանը, լայն արձագանք է ստացել ինչպես Տավուշի մարզում, այնպես էլ ամբողջ երկրում։ Դեպքը տեղի ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում, եկեղեցուն հարակից տարածքում, և իրավապահ մարմինները արդեն իսկ հայտարարել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Այս տեսանյութում մենք կներկայացնենք փաստերը, հայտնի դարձած հանգամանքները, իրավական գործընթացի ընթացքը, ինչպես նաև կանդրադառնանք ավելի լայն խնդրին՝ Հայաստանում վերջին շրջանում արձանագրվող երիտասարդական բռնության դեպքերի աճին։ Պաշտոնական աղբյուրների համաձայն, դեպքը տեղի ունեցել շաբաթ օրը Սևան քաղաքի կենտրոնում։ Տեղեկությունների համաձայն, երիտասարդը գտնվել է քաղաքում և հանդիպել անձանց, որոնք նրան կանչել էին այնտեղ։ Քննչական մարմինները հայտնել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով, երկու անձ կալանավորվել է 1 ամսով։ Ըստ հրապարակված տեղեկությունների, նրանք անչափահաս եղբայրներ են, մոտ 16-17 տարեկան։ Նախնական տվյալներով միջադեպը հնարավոր է կապված լինի անձնական հարաբերությունների պարզաբանման հետ, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն ներկայացրել վերջնական եզրակացություն և քննությունը շարունակվում է։ Դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հավաքվել են ապացույցներ, հարցաքննվել են ականատեսներ։ Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր։ Տեղեկությունների համաձայն նա ավարտել էր պարտադիր զինվորական ծառայությունը և մոտ 3 ամիս առաջ անցել էր պայմանագրային ծառայության։ Հայտնի է, որ նա մասնակցում էր Պաշտպան հայրենիաց ծրագրին, որը նախատեսված է փորձառու զինծառայողների համար։ Դեպքից օրեր առաջ նա հանձնել էր հերթափոխը և գտնվել էր արձակուրդում։ Համայնքի բնակիչների խոսքով ընտանիքը համեստ է, խաղաղ կյանք վարող։ Գյուղում տեղի ունեցած հրաժեշտի արարողությունը ուղեկցվել է մեծ ցավով և լռությամբ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն հարուցվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց 1 ամսով կալանք։ Քննությունը ներառում է դեպքի շարժառիթի պարզաբանում, մասնակցության աստիճանի որոշում, հնարավոր այլ անձանց ներգրավվածության ստուգում։ Եթե մեղադրանքը հաստատվի, ապա օրենքով նախատեսված պատիժը կարող է լինել երկարաժամկետ ազատազրկում, սակայն քանի որ կասկածյալները անչափահաս են, դատարանը կկիրառի անչափահասների նկատմամբ նախատեսված իրավական մեխանիզմները։ Վերջին տարիներին Հայաստանում իրավապահ մարմինները պարբերաբար հրապարակում են տվյալներ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, անչափահասների ներգրավվածությամբ հանցագործությունների թիվը որոշ տարիներին ունեցել է աճի միտում, առավել տարածված են մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության և զույգային հանցագործությունները։ Ծանր հանցագործությունները բարեբախտաբար կազմում են փոքր տոկոս, սակայն յուրաքանչյուր նման դեպք մեծ հասարակական արձագանք է առաջացնում։ Փորձագետները նշում են մի քանի գործոն. առաջինը սոցիալական միջավայր, երկրորդը ընտանեկան վերահսկողության նվազում, երրորդը դպրոցական միջավայրում բռնության տարածում, չորրորդը սոցիալական ցանցերում ագրեսիվ վարքագծի նորմալացում։ Վերջին տարիներին հանրության ուշադրությունն են գրավել մի շարք միջադեպեր, որոնք տեղի են ունեցել հասարակական վայրերում օրը ցերեկով։ Մասնագետների կարծիքով նման դեպքերի բարձր հրապարակայնությունը սոցիալական ցանցերում ստեղծում է տպավորություն, թե հանցավորությունը կտրուկ աճել է, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր հանցագործությունների մակարդակը տատանվում է կախված տարվանից։ Այնուամենայնիվ, անհանգստացնող է այն հանգամանքը, որ հասարակական վայրում բռնության դեպքերը ավելի տեսանելի են դարձել։ Վերջին ամիսներին արձանագրվել են նաև դեպքեր, երբ պայմանագրային զինծառայողները դարձել են բռնության զոհ քաղաքացիական միջավայրում։ Մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մեկ այլ միջադեպի դեպքում երիտասարդ զինծառայողը ծանր վնասվածքներ էր ստացել։ Այդ գործով ևս հարուցվել էր քրեական հետապնդում։ Այդ փաստերը նոր հարցեր են առաջացնում։ Արդյոք անհրաժեշտ է մշակել լրացուցիչ մեխանիզմներ զինծառայողների պաշտպանության համար քաղաքացիական կյանքում։ Սևանում տեղի ունեցած ողբերգությունը լայն արձագանք է ստացել։ Բնակիչների մտահոգություն են հայտնել հասարակական անվտանգության մակարդակի վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվել կապված երիտասարդական միջավայրի խնդիրների, կրթական համակարգի դերի և իրավապահ համակարգի արդյունավետության հետ։ Միաժամանակ իրավապահները կոչ են անում զերծ մնալ կանխավարկածներից և սպասել քննության արդյունքներին։ Մանկահասակ և դեռահաս տարիքում ձևավորվում են կոնֆլիկտների լուծման մեխանիզմներ։ Եթե հասարակական միջավայրում բռնությունը դառնում է ընդունելի կամ անպատժելի երևույթ, դա կարող է ազդեցություն ունենալ նոր սերնդի վարքագծի վրա։ Փորձագետները կարևորում են կրթական ծրագրերում կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումը, հոգեբանական աջակցության հասանելիությունը, համայնքային վերահսկողության ուժեղացումը։ Այս առաջարկները, սակայն, միայն տեսական մոտեցումներ չեն, դրանք պահանջում են համակարգային և երկարաժամկետ քաղաքականություն։
Կրթական հաստատություններում կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հմտությունները սովորեցնելու համար անհրաժեշտ են վերապատրաստված մասնագետներ, դպրոցական հոգեբանների բավարար թվաքանակ և գործուն մեխանիզմներ, որոնք թույլ կտան ժամանակին արձագանքել լարված իրավիճակներին։ Հայաստանում դպրոցական հոգեբանների ծանրաբեռնվածությունը հաճախ բարձր է, իսկ փոքր համայնքներում երբեմն այդ մասնագետները պարզապես բացակայում են։ Սա նշանակում է, որ դեռասների վարքագծային խնդիրները կարող են մնալ չնկատված կամ չկարգավորված մինչև այն պահը, երբ դրանք վերածվում են լուրջ հակամարտության։ Մյուս կարևոր հարցը իրավական կանխարգելումն է։ Վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններ են իրականացրել, ուղղված անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ առավել նպատակային մոտեցման ձևավորումը։ Սակայն մասնագետները նշում են, որ պատժի խստությունը ինքնին բավարար չէ, ավելի արդյունավետ է վաղ փուլում միջամտությունը սոցիալական ծառայությունների, ընտանիքի և համայնքի ներգրավմամբ։ Հասարակական մակարդակում ևս առկա է կարևոր խնդիր՝ բռնության նկատմամբ հանդուրժողականության շեմը։ Երբ կոնֆլիկտները լուծվում են ուժի ցուցադրությամբ, իսկ ագրեսիվ վարքագիծը հաճախ արդարացվում է, պատվախնդրության կամ հաշիվ պարզելու մշակույթով դա աստիճանաբար ձևավորում է վտանգավոր նորմեր երիտասարդների համար։ Սևանում տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տալիս, թե որքան արագ կարող է սրվել միջազգային հակամարտությունը, եթե բացակայում են վերահսկող և զսպող մեխանիզմները։ Միաժամանակ պետք է ընդգծել, որ յուրաքանչյուր նման դեպք ունի իր կոնկրետ հանգամանքները և նախաքննությունը պետք է լիարժեք պարզի շարժառիթներն ու պատասխանատվության շրջանակը։ Հանրային քննարկումները կարևոր են, սակայն դրանք չպետք է փոխարինեն իրավական գործընթացին։ Վերջին տարիներին իրավապահ մարմինները հայտարարում են, որ ուժեղացվում են բարեկային ծառայությունները, ներդրվում են տեսահսկման համակարգեր, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Այնուամենայնիվ, անվտանգության զգացողությունը ձևավորվում է ոչ միայն վիճակագրությամբ, այլ նաև հասարակության վստահությամբ։ Այս դեպքը նաև հիշեցնում է, որ երիտասարդների անվտանգությունը պետք է լինի համատեղ պատասխանատվություն ընտանիքի, դպրոցի, համայնքի և պետության մակարդակում։ Սևանում տեղի ունեցած ողբերգությունը չի կարելի դիտարկել միայն որպես մեկ քրեական գործ կամ մեկ համայնքի ցավ։ Այն հերթական ազդակն է, որ հասարակության ներսում առկա լարվածությունները երբեմն կարող են պայթել ամենաանսպասելի վայրում և ամենակար ժամանակահատվածում։ 19-ամյա երիտասարդի կյանքը ընդհատվեց մի իրավիճակում, որը ըստ նախնական տվյալների սկսվել էր որպես հանդիպում, սակայն այդ հանդիպումը ավարտվեց անդառնալի հետևանքով։ Քննությունը դեռ շարունակվում է և վերջնական իրավական գնահատականը կտրվի միայն դատարանի կողմից։ Սակայն անկախ դատավարական արդյունքից այս դեպքը արդեն իսկ բացել է մի շարք հարցեր, որոնք դուրս են կոնկրետ գործի շրջանակից։ Առաջին հարցը՝ ինչպես են դեռահաս տարիքում ծագող հակասությունները հասնում ծայրահեղության։ Երկրորդը՝ արդյոք համայնքային և կրթական համակարգերը բավարար գործիքներ ունեն նման իրավիճակները կանխելու համար։ Երրորդը՝ որքանով է հասարակությունը պատրաստ ընդունել, որ կանխարգելումը պետք է սկսվի շատ ավելի վաղ, ոչ թե ողբերգությունից հետո, այլ մինչև դրա առաջացումը։ Վերջին տարիներին հանրային անվտանգության թեման պարբերաբար հայտնվում է օրակարգում։ Պաշտոնական տվյալները կարող են տարբեր պատկեր ներկայացնել, կախված ցուցանիշներից և համեմատվող տարիներից, սակայն հասարակական ընկալումը ձևավորվում է ոչ թե միայն թվերով, այլ նաև աղմկարույց դեպքերով, որոնք լայնորեն տարածվում են տեղեկատվական հարթակներում։ Երբ նման միջադեպերը տեղի են ունենում բաց տարածքում օրը ցերեկով, և երբ դրանցում ներգրավված են երիտասարդներ, հանրային արձագանքը դառնում է ավելի սուր։ Միևնույն ժամանակ կարևոր է պահել հավասարակշռված մոտեցում։ Յուրաքանչյուր դեպք ունի իր առանձին շարժառիթները, իր սոցիալական և անձնական նախապատմությունը։ Այս ողբերգությունը նաև մարդկային չափում ունի՝ կորցրած կյանք, սգացող ընտանիք, ծանր հանցագործությունների ու դատական գործընթացի մեջ հայտնված դեռահասներ, համայնք, որը փորձում է հասկանալ ինչու և ինչպես տեղի ունեցավ այս ամենը։ Յուրաքանչյուր նման դեպք թողնում է երկարաժամկետ հետևանքներ, ոչ միայն իրավական, այլ նաև հոգեբանական և սոցիալական։ Պետական մարմինների համար սա ևս մեկ հիշեցում է, որ երիտասարդների հետ աշխատանքը պետք է լինի առաջնահերթություն։ Դպրոցներում և համայնքներում անհրաժեշտ է ոչ միայն կրթական ծրագիր, այլև իրավական մեխանիզմներ վաղ փուլում կոնֆլիկտները հայտնաբերելու և լուծելու համար։ Մինչ քննությունը շարունակվում է, կարևոր է պահպանել իրավական գործընթացի նկատմամբ հարգանքը, զերծ մնալ չստուգված տեղեկություններից և չխոչընդոտել արդարադատությանը։ Եվ ամենակարևորը, յուրաքանչյուր նման ողբերգություն պետք է դառնա ոչ թե հերթական նորություն, այլ առիթ վերանայելու մեր մոտեցումները երիտասարդների դաստիարակության, անվտանգության և հասարակական համերաշխության նկատմամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել այն ռիսկերը, որոնք երբեմն վերածվում են անդառնալի կորուստների։